վերադառնամ Մերձավանի սպանությանը, գիտեք ինչ, ես իմ մասնագիտական կարծիքով կարող եմ ասել, որ սա անձնական հողի վրա կատարված սպանություն չի, դա բացառվում է։ Անձնական հողի վրա կատարված սպանությունը չեն գալիս բոլորին միասին գնդակահարում ու գնում, այսինքն եթե նպատակ ուներ հարց լուծելու, իրենց հարցը լուծում են կոնկրետ մեկի հետ, հիշում եք մի հատ մարդ կար, մտավ բանկեր, ուր մտավ քենուն խփեց, վերջում իրանց խփեց կամերայի աշխարհը չկողին ասած մարդուն բան չկրակեց, այդ անձնական էր։ Եթե կամերայի աշխարհը չնասի ձևորական էր համակարգի աշխատողը, համ քենուն խփեց, համ իա խփեց, այդ անձնական էր։ Իսկ այս պարագայում կա դնել բոլորին կռսել, վերջում մոտենալ, հանգիստ, տուգել, դա մերելա թե չի մերել ու թողել գնալ, դա անձնական չի, այսինքն կիլերը վստահ եղել է անպատժելիության վրա։ Ում վերցել է, ով կողմերել է, կպտցել է, գնացել է, ասում են գցել ենք, էսա էնա։ Չգիտեմ, ու էվետեի մինիստրներ ծրված ասեղ դեմքով գարի տնկվման տեղ, ոտես ինչ ես եք է տնկվել, դուք եք զրգել։ Այդ կիլերին դուք եք ուղացկել։ Եվ սա մեսիջ էր էժմիացինի ընտրություններից առաջ բոլեմենե ընդիմադիր մարդկան, որովհետև այդ տղան, այդ Մերձավանի տղան, միակ մարդն էր, որը Նիկոլին կրեց և ցույց տվեց, որ այո, հնարավոր է այդ վիժվածքին կրել։ Եվ այսօր այդ մարդու նկատմամբ եղան հաշիվս հետ ասած բանը, իս վերաբերմատ ասեք բանը, լեննականում են Վարդան Ղուկասը, ես լեննականի Վարդան Ղուկասյանին ընդիմադիր չեմ համարել, ինչ հետևություն կուզե թո են է, բայց այս Մերձավանի երիտասարդը երջանկահիշատակը ռեալ ընդիմադիր էր, և սա չներվեց։